մասին հայերը բարձրանում են ծիծեռնակարգ, բնականաբար առաջին հերթին հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, զոհեր, որոնք ըստ էության մանրակրկիտ պլանավորված և պետականորեն իրագործված նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրության ցեղասպանության արդյունք են։ Բայց միաժամանակ ասել, որ սա միայն սգորը թերևս շատ քիչ է, որովհետև որն ունի կարծում եմ շատ ավելի մեծ խորհուրդ, որովհետև նա նաև իր մեջ ներառում է հոգով հայի հոգու էությունը, հայի ապրելու, մաքարելու, նրա արարելու հաստատակամությունը, որովհետև հենց այդ հաստատակամությունն ու համառությունն էր պատճառը, որ մենք ունեցանք Սարդարապատ, ունեցանք Արցախ, ունեցանք անկախ Հայաստան, եւ այս առումով ես կարծում եմ, որ օրը իր առմամբ յուրաքանչյուր հայի համար ունի բավականին խորը եւ բավականին մեծ իմաստ։ Իրավական հիմքերը այսօր որքանով են նկատի ունենալ մի բան, որ նոր ցանկացած նման ոճրագործություն կարծում եմ առաջին հերթին պետք է դատապարտվի ըստ արժանվույն, որովհետև դա առաջին հերթին ունի կանխարգելիչ նշանակություն, քանզի նրա ճանաչումը եւ դատապարտումը դա բնականաբար կանխարգելի երբևէ նման ոճրագործությունների կրկնությունը։ Եվ առիթից օգտվելով կուզեի նաև երախտիկի խոսքը որպես հայ մարդ ասել աշխարհի բոլոր այն ժողովուրդներին, երկրների ղեկավարություններին նրանց, որոնք ճանաչել եւ ընդունել, ըստարժանի գնահատել եւ գնահատանք են տվել իրագործված ցեղասպանության ոճրագործությանը։ Եվ հույս հայտնել, որ կարծում եմ առաջիկայում նաև մյուս պետությունները թերևս անդրադարձ կանեն նշված խնդրին, առավել ևս նկատի ունենալով, որ առջևում ըստ էության 100 տարին է։ Իսկ իրավական առումով բնական է նման ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետներ, իսկ ինչ վերաբերում է իրավունքի տարրական սկզբունքներին, ապա դրանք շատ պարզ են, այսինքն եթե կա հասցված վնաս, իսկ վնասը կարող է լինել եւ նյութական, եւ մարդկային, եւ ամենալայն իմաստներով, ապա բնական է այն միանշանակ նաեւ հատուցման խնդիր է իրենով ենթադրում հատուցում, որը կարող է լինել թե նյութական, թե բարոյական։